Բարի կեսօր, Ռիոփն մեդիայի ուղիղ եթերում Ռինյուզ լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար, ներկայացնելով բացառապես անաչառ տեղեկատվություն, իսկ ընտրությունը ձերն է։ Որքան անակնկալ կերպով սկսվեցին հարվածները Իրանին, այն նաև Միացյալ Նահանգների գրեթե անակնկալ ներքաշվելը ակտիվ հրթիռային հարվածների ծրագրին, այնպես էլ անակնկալ կերպով դադարեց այս կարճ պատերազմը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծես իր գրառումներով ամեն ինչ հասցրեց վերջնակետին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենց ռազմական ծրագրերին հասել են, նա համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին։ Այժմ պատերազմն ավարտված է վերջնականապես, թե ոչ, ժամանակը միայն ցույց կտա։ Համենայն դեպս Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն ռուս գործընկեր Անդրեյ Բելրուսովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որոշել է բոլոր միջոցներով պատժել նրանց, ովքեր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում։ Իսկ մինչ այդ դիտենք իմ գործընկեր Լիլիթ Մուրադյանի տեսանյութը։ Թրամփը շնորհավորում է բոլորիս։ Իսրայելի եւ Իրանի միջև կլինի լիակատար հրադադար, որը 24 ժամը լրանալուն պես պետք է դառնա 12 օրյա պատերազմի ավարտը։ ԱՄՆ նախագահը, որ գիշերվանից X-ի ամենաակտիվ օգտատերն է, խնդրում է չխախտել հրադադարը։ Հուսով եմ այլևս ատելություն չի լինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին մեզ նախապես զգուշացնելու համար, որպեսզի զոհեր կամ վիրավորներ չլինեն։ Հնարավոր է Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն եւ ես ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը։ Թրամփը շնորհակալություն է հայտնում Իրանին, որ նախապես զգուշացրել էր հարվածելու է Քաթարում ԱՄՆ ռազմաբազային։ Իդեպ հետաքրքիր է, որ Իրանի արձակած հրթիռների թիվը համապատասխանում է այն ռումբերի թվին, որոնք Միացյալ Նահանգներն էր նետել Իրանի վրա։ Մինչ Թրամփը գովաբանում է իր հրադադարի գործարքը, լուրեր են ստացվում Իրանի եւ Իսրայելի կողմից նոր հարվածների մասին։ Իրանը հարվածել է Բեերշեբայի բազմահարկ շենքին, զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ թարմացվում է։ Արտգործնախարար Արաղչին գրել է, որ ռազմական գործողություններն Իսրայելի ագրեսիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն, առավոտյան ժամը 4-ը։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ը, մենք մտադրություն չունենք շարունակել մեր պատասխանը դրանից հետո։ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալը հայտարարել է, որ Իրանը ավելի ջախջախիչ պատասխան կտա Միացյալ Նահանգներին, եթե Վաշինգտոնը կրկին հարձակվի Իրանի վրա։ Մենք զգուշացնում ենք հիմար ամերիկացի նախագահին, եթե նա կրկնի իր ագրեսիան Իրանի դեմ, կստանա ավելի ջախջախիչ եւ ցավալի պատասխան, որը դաս կլինի պատմության համար։ Իրանի երեկվա հարվածներից հետո դեպի Դուբայ եւ Դոհա մեկնող առնվազն 26 թռիչք վայրեջք է կատարել այլ օդանավակայանում, իսկ այսօր Բահրեյնը եւ Քուվեյթը բացել են իրենց օդային տարածքը։ Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ նաեւ Իսրայելն է բացել իր օդային տարածքը թռիչքների համար։ Լիլիթ Մուրադյան, Ռիոփն մեդիա։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել եւ թույլ չի տա ագրեսիա իր նկատմամբ։ Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել եւ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել որևէ պարագայում։ Այդպիսին է իրանական ազգի տրամաբանությունը, գրել է նա X-ում։ Իրանի շուրջ միջազգային լարվածության ալիքի բարձրացման ֆոնին Ադրբեջանում պարբերաբար նկատվում է տարատեսակ կասկածելի խմբավորումների ակտիվացում, որոնք երթեր են իրականացնում, այսպես կոչված հարավային Ադրբեջանի շուրջ վանկարկումներ հնչեցնում, իրենց բառերով մոլլաներին իշխանազրկելու կոչեր տարածում։ Իրանում էլ հասարակական ու քաղաքական շերտերում են ակտիվանում հայտարարությունները Իսրայելի դաշնակից Ադրբեջանի անվստահելի հարևան լինելու մասին։ Օրերս Ադրբեջանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին իրանական պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է հայտնի վերլուծաբան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված անձանցից դոկտոր Խոշչաշմը, նաև ներկայացրել Իրանի հնարավոր գործողությունները հյուսիսից սպառնալիքի դեպքում։ Վերջին շրջանում Իրանի եւ Ադրբեջանի միջև հռետորաբանությունը հասել է աննախադեպ լարվածության, անցնելով փոխադարձ մեղադրանքներից մինչև բացահայտ ռազմական սպառնալիքների։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ է եղել շիա կրոնական երգիչ Ղոլամ Ռեզա Ղոլիզադեի Բաքվի դեմ ուղղված բուռն ելույթը, որը տեղի է ունեցել Արդաբիլում տարեսկզբին։ Նմանատիպ հակաադրբեջանական հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս նաև Արդաբիլի ուրփաթօրյա աղոթքի առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելին, ով եւս բացահայտ մեղադրել է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցելու մեջ։
Իրանից հնչող այս ռետորաբանությունը Ադրբեջանում չի մնացել անպատասխան։ Բաքվի համալսարանի դասախոս Իլհամ Ալիևի ավագ խորհրդական Ղաբիլ Հուսեյնին հայտարարել է. «Իմ ժողովուրդը Իրանի ադրբեջանախոսները պատրաստ են ոտքի կանգնել եւ վտարել մոլլաներին։ Մեր ժողովուրդը կկարողանա փամփուշտներ դատարկել Արդաբիլի մոլլայի Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի ուղեղի մեջ»։ Իրանցի հոգևորականի դեմ ավելի կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը, ասելով. «Մենք Ամելիին կգլխատենք մեր իսկ հողում Արդաբիլում»։ Իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իրանցի փորձագետները շարունակում են շրջանառել այն թեզը, որ Ադրբեջանը հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունները իրականացնելու համար։ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, որտեղ նրա պնդմամբ պատկերված է իսրայելական կործանիչի վառելիքի բաքը Կասպից ծովում Ռամսարի ափին։ Մովահեդյանը նշել է. «Իսրայելը երկրի արևմուտքում չէ, ուրեմն ինչ է անում այն հյուսիսում։ Այս մասին պետք է հարցնել Բաքվին, քանի որ այն տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի երկրորդ ճյուղն է։ Ռեժիմի խնդիրը լուծելուց հետո պետք է լուծվի նաև Բաքվի չարիքը», ասել է նա։ Իրանական պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի վերլուծաբան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված անձանցից դոկտոր Խոշչամշը ներկայացրել է Իրանի հնարավոր գործողությունները ստեղծված իրավիճակում։ Ըստ նրա, Իրանը դիտարկում է Ադրբեջանի տարածքին հարվածելու հնարավորությունը երկու հիմնական նպատակով՝ փակել իսրայելական կործանիչների վառելիքային սնուցման աղբյուրը, քանի որ դրանք ըստ նրա լիցքավորվում են Ադրբեջանում, կանխարգելել Սյունիքի տարածքում հնարավոր գործողությունները, որոնց նպատակը Իրանի համար կենսական հյուսիս-հարավ երթուղու փակում է։ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը եւս մեկ անգամ ընդգծել է Իրանի դժգոհությունը Ալիևի վարչակազմի Իրանի դեմ թշնամական քաղաքականություն վարելու վերաբերյալ։ Նա նշում է, որ Իրանի ռազմական հարվածը սիոնիստական ռեժիմի կողմից օգտագործվող ադրբեջանական բազաներին, մասնավորապես Սիթալ-Չայի, Բաքվի, Զանգելանի եւ Լաչինի շրջաններում կսահմանափակի այդ ռեժիմի հնարավորությունները։ Իրանի կողմից Ադրբեջանի տարածքին ուղղված հարվածի հավանականությունը թեև բարձրաձայնվում է աննախադեպ կոշտ ռետորաբանությամբ, բայց մնում է սահմանափակ ռազմաքաղաքական ռիսկերով պայմանավորված։ Թեհրանը լուրջ անհանգստացած է Իսրայելի հնարավոր ռազմական ներկայությամբ Բաքվում, սակայն ուղիղ ռազմական միջամտությունը կարող է ստեղծել լայնածավալ էսկալացիա, ներառելով տարածաշրջանի այլ դերակատարների եւ հարվածելով Իրանի ռազմավարական դիրքերին։ Հենց այս հարցի շուրջ կողմնորոշվելու համար էլ Ադրբեջանի մուսուլմանների միություն շարժման առաջնորդ Թալեհ Բաղիզադեն բաց նամակ է հղել Ադրբեջանի իշխանություններին, պահանջով, որ Ադրբեջանը հստակ դիրքորոշում արտահայտի։ Մենք միշտ եղել ենք եղբայր Իրանի ժողովրդի կողքին։ Այսպիսի շրջափուլում մեր միասնությամբ ու համերաշխությամբ պետք է վերահաստատենք այդ աջակցությունը, նշել է նա։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Ստամբուլում կայացած Իսլամական պետությունների համագործակցության նախարարների խորհրդի նիստում ընդունվել է փաստաթուղթ, որը կոչ է անում Հայաստանին ապահովել ադրբեջանցիների վերադարձը, Հայաստանն անվանվում է Արևմտյան Ադրբեջան։ Շատ վաղուց այս կազմակերպությունում Ադրբեջանը պարբերաբար փորձում էր անցկացնել հակահայկական ամենատարբեր փաստաթղթեր։ Մենք էլ մեր հույսը դնում էինք մուսուլմանական բարեկամ երկրների վրա, այն ժամանակվա Սիրիան, երբ քաոսի մեջ չէր, Լիբանանը, երբ ֆինանսատնտեսական աղետի մեջ չէր, եւ իհարկե ու առաջին հերթին Իրանը։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ արցախցիների բռնի տեղահանությունից հետո միջազգային օրակարգում Ադրբեջանը փորձում է ստեղծել կեղծ ու հայելային օրակարգ։ Պատմում է իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, ընդհակառակը ուզում ենք տարածաշրջանում կայունություն եւ տևական խաղաղություն հաստատել։ Եվ նաև այս համատեքստում շատ կարևորում եմ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը, հենց թեկուզ մի բան, ես կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ։ Եվ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված վարչապետ Փաշինյանի այցից մեկ օր անց, հունիսի 21-ից 22-ին նույն վայրում կայացվել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների 51-րդ նստաշրջանը, որի ընդունած Ստամբուլյան հռչակագրի դրույթներից մի քանիսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես Հայաստանին կոչ է արվում հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական եւ քաղաքական արգելքները։ Անդրադարձ կա այսպես կոչված արևմտյան Ադրբեջան համայնքին, նշվում է ներկայիս Հայաստանի տարածքից իբր բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ոչ մի բառով չանդրադառնալով Բաքվում եւ մյուս քաղաքներում կազմակերպված սպանդից փախած եւ Արցախից բռնի տեղահանված հայերին։ Կազմակերպությունը եւս մեկ անգամ հիմնազուրկ կետով դատապարտել է Հայաստանում իսլամական մշակութային ժառանգության իբր ոչնչացումը, առանց փաստարկների ու ապացույցների։
Սա կապել իրական Հայաստան-Թուրքիա, Հայաստան ուղիղ ձևով Ադրբեջան մի փոքր, այսպես ասենք, տեղին չէ, որովհետև առանց այդ հռչակագրի դրանք կան Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով հռչակագրում նշված հարցերը նոր չեն եւ դրանց ընդգծումը չի փոխում Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների իրական ընթացքը։ Թուրքիան առանց Ադրբեջանի չի գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ բնականաբար ցանկացած ադրբեջանական պահանջ դա նաեւ Թուրքիայի պահանջն է։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան համաձայն չէ կարծիքին, որ Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագիրը անհետևանք փաստաթուղթ է։ Բանաձևերն ըստ նրա կարող են առնվազն 3 մակարդակով բացասաբար ազդել, հատկապես եթե Հայաստանը չձեռնարկի քայլեր դրանց բովանդակությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Բացասական ազդեցությունը ունենալու։ Առաջինը իսլամական պետությունների շրջանակներում Ադրբեջանը կարողանալու է քաղաքական ազդեցությունը ավելացնել, հակահայկական տրամադրությունները ավելացնել։ Քաղաքական մակարդակում այդ պետությունները ավելի պրոադրբեջանական դրսևորումներ ունենան, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերվելուց եւ իհարկե կրոնական մակարդակում խնդիրներ կարող է առաջացնել, ներկայացնելով Հայաստանը հակաիսլամական պետություն։ Թեմայի շուրջ տարբեր կարծիքներ կան ոչ միայն փորձագետների, այլև հասարակության շրջանում։ Ինչպես են մեր համաքաղաքացիները գնահատում վերջին զարգացումները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ադրբեջանը շատ շուտով կանցնի ջրի տակ իրանց խարդախության հետևանքով։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Հայաստանը գիտեք քանի տարվա պատմություն ունի։ Շատ էլ անընդհատ ջարդել են, կոտորել են մերոնց, այդպես չի ախր, ասելով չի, լսելով չի։ Պետք է մի քիչ մեր ղեկավարությունը աշխատի դրա վրա։ Ճիշտն է դա, թե չէ թշնամի ես քո հետ խռովեմ, քո աղբոր հետ խռով, դու իմ հետ խռովես, իրար տեսնենք, խփենք, այդպես մենք ջանդամը մեր ջահելությունն է վարի կնեմ։ Պետության կարգավիճակից է կախված, չեմ կարող ասեմ։ Մի 30 տարի առաջ ոնց էին ապրում 40 տարի։ Քո կարծիքով մենք դու կարանք իշոր մի հարց լուծենք ու ես էլ իմ կարծիքն եմ վճռական որոշիչ այլ վարչապետ ունենք ամեն մի փառք ասու պետական օրգանները կա իրանց հարց տվեք իրանք են տվողը մեզով հարցնելու Երկուշաբթի տարածած հայտարարությունում Հայաստանի արտաքին գերատեսչությունը խոր հիասթափություն է հայտնել Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի ներկայացրած բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Նախարարությունը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Նշվում է, որ խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույն օրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Խոր ափսոսանք է առաջացնում նաեւ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը, անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը։ Բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում, սնելով թյուր եւ վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է եւ հեշտությամբ ապացուցելի։ Գերատեսչությունը կոչ է արել հռչակագրին եւ բանաձևերին միացած երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Իդեպ հաջորդ տարի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կայանալու է Ադրբեջանում։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Ուկրաինայի Սումիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա, վիրավորվել է 6-ը, նրանցից 3 երեխա, վնասվել է մոտ 30 տուն եւ 4 մեքենա։ Հաղորդում է Ուկրաինսկա Պրավդան, հղումանելով Սումիի մարզի ոստիկանությանը։ Նշվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես կեսգիշերին ռուսական զորքերը հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Սումիի շրջանի գյուղերից մեկի վրա։ Մեծածավալ հրդեհ է բռնկվել։ Հակաօդային պաշտպանությունը գիշերվա ընթացքում
ընթացքում խոցել է 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 14-ը Կուրսկի մարզում, 2-ը Մոսկվայի մարզում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դրոններից մեկը խոցվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի բնակելի շենքի հենց վերևում, հրդեհ է բռնկվել 17-րդ հարկում, վնասվածք ստացածներից մեկը հղի կին է։ Շենքից տարհանվել է 100 մարդ, այդ թվում 30 երեխա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ գիշերը ժամը 2-ի սահմանում հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 2 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Իսկ այդ ընթացքում երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի տարածքում, տեղի ժամանակով 7:09 րոպեին Ադանա քաղաքում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Լուրը հայտնել է Թուրքիայի տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը։ Օջախը գտնվել է 6.96 կիլոմետր խորությամբ։ Զոհերի եւ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։ Վերադառնանք Հայաստան, նախ այն մասին, որ առավոտն սկսվել է նոր գրառմամբ։ Մեջբերեմ մի մարդ հազարամյակներ առաջ ասել է, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Այս արտահայտությունն արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։ Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ինչ անվանես, մեջբերման ավարտը։ Հիշեցնենք, որ առաջին տիկին Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի, կրթվելը նորաձև է արշավի շրջանակում և վարչապետն այցելում են տարբեր մարզեր, հանդիպում տեղացիների հետ և այս ամենն արվում է պետական բյուջեի միջոցներով։ Քիչ առաջ էլ վարչապետը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում, այն վերաբերում է ՀԵՑ-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ, գրել է Փաշինյանը և հավելել, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Հայ գործարար բարերար Սամվել Կարապետյանի 5-րդ նամակը կալանավայրից կամ մաս 5-րդ մեջբերեմ։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի։ Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը եւ այլք, փոքրիկ խմբակը չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը։ ԿՊ-ի այն անդաստիարակ հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները։ Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար եւս այս ամենը մեղմ ասած զզվելի տհաճ է։ Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները։ Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել ես հայ եմ բառերը։ Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու, պայքարելու ենք շարունակելի։ Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուրժ Մանուկյանը 88 տարեկանում դերասանը տևական ժամանակ հիվանդության պատճառով բեմ չի բարձրացել։ Արտիստը ծնվել է Գյումրիում, ավարտել Երևանի Պետական Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Դերասանական կարիերան սկսել է Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետև շարունակել Երևանի Պատանի հանդիսատեսի, ապա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Գուրժ Մանուկյանը հայտնի է իր բազմաբնույթ դերակատարումներով, ինչպես թատրոնում, այնպես կինոյում։ Եվ հրաժեշտից առաջարկում եմ դիտել իմ գործընկեր Դավիթ Կենջոյանի զրույցը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ։ Զրույցը Իսրայել-Իրան հակամարտության հետևանքների, Հայաստանի հետ հարաբերությունների եւ սպասվող մշակութային ծրագրերի շուրջ են։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք այդ ժամին առայժմ։ Իսրայել-Իրան հակամարտության հետևանքների, Հայաստանի հետ հարաբերությունների եւ սպասվող մշակութային ծրագրերի շուրջ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդի հետ։ Բենամ Խոդավանդ մթալ Հանուն Աստծո ողջունում եմ ձեզ, շնորհակալություն, որ այսօր եկել եք Հայաստանի Հանրապետությունում Իրանի մշակույթի կենտրոն եւ ինչպես գիտեք ուրբաթ օրը սկսվեց Իսրայելի կողմից ցանցազերծված այս աղետալի պատերազմը, որը իրականում պատերազմ է մի քաղաքակրթության դեմ։ Իրանը, ինչպես գիտեք, հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթություն է եւ այսպիսով Իսրայելը թիրախավորում է քաղաքակրթություն, այսինքն սա պատերազմ է քաղաքակրթության դեմ։
Եթե նայեք պատմությանը եւ ուսումնասիրեք պատմությունը, կտեսնեք, որ երբևէ չի եղել այնպիսի պատմական շրջան, երբ Իրանը հարձակվի մեկ այլ երկրի եւ մեկ այլ ժողովրդի վրա։ Այն հայտարարությունը, որ Ամերիկան կապված Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ եւ հատկապես Կապույտ մզկիթ այցելելու հետ, բոլորովին անհիմն է։ Կապույտ մզկիթը այսօր էլ շարունակում է իր մշակութային եւ արվեստի հետ կապված գործունեությունը, հանդիսանալով խոշոր մշակութային կենտրոն։ Կապույտ մզկիթը կշարունակի լինի անվտանգ վայր, ինչպիսին եւ Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում իր անվտանգությամբ, խաղաղությամբ, սիրով, բարեկամությամբ եւ այս առումով այն խորհրդանշում է նաեւ իրանահայկական մշակութային կապը, որը քաղաքական բնույթ ունի, այսինքն ընդգծվում է, որ Հայաստանը քաղաքակիրթ եւ մշակութասեր երկիր է։ Այս հայտարարությունը, որը հնչեցվել է Ամերիկայի եւ ամերիկյան դեսպանատան կողմից, պատճառ է դարձել, որ մարդիկ ել ավելի իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Կապույտ մզկիթի վրա եւ այդպիսով մարդկանց ցանկությունը այցելելու այդ մշակութային կենտրոն ավելանա։ Վստահեցնում ենք, որ բոլոր մշակութային կենտրոնները, որոնք կապված են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անվտանգ վայրեր են, աչքի են ընկնում իրենց անվտանգությամբ եւ դա նրանք են, որ այդ վտանգն են սերմանում եւ այդ վտանգն են քարոզում։ Այն ագրեսոր երկրները, որոնք դեմ են դուրս եկել մշակույթին եւ քաղաքակրթությանը։ Վերջին օրերին Իսրայելի կողմից թիրախավորվել են Իրանի գիտամշակութային կենտրոնները, Արտգործնախարարության գիտական ուսումնասիրությունների կենտրոնը եւ դրան կապված գրադարանը, որոնք բացարձակապես գիտական կարեւորություն են ներկայացնում իրենց, կրկին թիրախավորվել են Իսրայելի կողմից։ Եվ գիտամշակութային կրկին կենտրոնները, պարկերը, որտեղ անցուդարձ ունեն մարդիկ, սովորական դրանք նույնպես թիրախավորվել են։ Եվ նշվածից առավել կարևոր է լրատվամիջոցների թիրախավորումը, լրատվամիջոցների, որոնք ամբողջ աշխարհում բոլոր մարդկանց հարգանքն են վայելում, իդեմս Իրանի ազգային հեռուստատեսության նույնպես թիրախավորվել են։ Պատմությունը ցույց է տվել, որ Իրանի ժողովուրդը քաղաքակիրթ, մշակութասեր եւ քաղաքակրթությունը սիրող ժողովուրդ է։ Իրանում Հայաստանի եկեղեցիները լավագույնս պահպանվում են պետության կողմից։ Անդրադառնալով այն հարցին, թե Իրանից մի ալիք է գալիս իրանցիների Հայաստան, դա իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ է, որ հիմա հայ-իրանական սահմանը, Զանգեզուրը, Նորդուզի շրջանը մարդաշատ են, այսինքն այդտեղով բավական շատ թվով մարդիկ են անցնում, գնում գալիս։ Սա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջին պատճառը այն է, որ թռիչքներ չեն գործում։ Եվ Թեհրանից Երևան եւ Երևանից Թեհրան օրական 3-ից 5 թռիչք էր գործում միջև այս։ Հիմա այս բոլոր զբոսաշրջիկները ստիպված են ցամաքային ճանապարհով հատել եւ բնականաբար դրանով պայմանավորված մարդկանց հոսքը կավելանա։ Եվ մյուս կողմից հաշվի առնենք նաեւ այն մարդկանց խումբը, ովքեր ճանապարհորդում էին այլ երկիր եւ ովքեր ստիպված են հիմա գալ Երևան եւ Երևանից գնալ։ Եզրակացնելով պետք է նշենք, որ այն միտքը, որ այս ագրեսիայի արդյունքում իրանցի փախստականների հոսք է գալիս Հայաստան, դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ տեղեկատվություն։ Եկող 9 ամսվա համար մենք տարբեր ծրագրեր ենք նախատեսել։ Կապույտ մզկիթում Իրանի տարբեր նահանգների մշակութային շաբաթների, այսպես ասած, մշակութային օրերի կազմակերպում, հայկական եւ իրանական ընդհանուր խոհանոցային փառատոնի կազմակերպում, հայ եւ իրանցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, ինչպես նաեւ պատրաստական ենք աջակցել հայ արվեստագետներին եւ նրանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությանը Կապույտ մզկիթում։ Այս ամենը այն բոլոր ծրագրերի կողքին, որոնք իրականացում են հնդածս, այսինքն նկատի առնվում հիմնական կրոնական միջոցառում։ Կապույտ մզկիթը այն կենտրոնն է, որը դարձել է աշխարհի բոլոր մուսուլմանների համար այն վայրը, որտեղ իրենք կարող են իրենց կրոնական պահանջները բավարարել, հաշվի առնելով, որ այն գտնվում է մի երկրում Հայաստանում, որտեղ ամբողջապես տիրում է խաղաղությունը եւ հարգանքը այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ։ Կեցե Իրանը եւ կեցե Հայաստանը։ Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։